Ժամը 13-ներ Open Media-ի ուղիղ եթերում Ռինյոս լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը «Մենք աշխատում ենք» հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, տեղեկությունը հայտնել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նշելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցելու է այդ նիստին։ 2025-ի վարժական հավաքներին 16,000 մասնակից է եղել, 2026 թվականի համար նախատեսվում է 20,000 պահեստազորային, Ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չի մեկնաբանել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանն իր կողմից վերահսկում է մոտ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք։ Պապիկյանը կոչ է արել հարցը թողնել դելիմիտացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողովների քննարկմանը, նախարարը չի համաձայնել նաև դիտարկմանը, թե պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը 2026 թվականին ընդառաջ քաղաքացիական պայմանագրի քվեները ապահովելու միջոց է։ Մեր հանրության արձագանքներն ենք հաշվի առել, անկեղծ ասած, ի տարբերություն գործող զինծառայողների վրա տարածելուց այն ինչ հիմա մենք արել ենք, այսինքն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը կամ օրենքը այդ ձևով անցկացնելը, նրա մասին է, որ եթե հունիսին դա տեղի ունենար եւ դրա մասին արդեն խոսակցությունները կային նոյեմբերից, դա կլիներ հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար անարդար։ Նախորդին համալիրում պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովն է կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դպրոցի տնօրեններ, ՊՕԱԿ-ների, ՀՕԱԿ-ների ղեկավարներ, մարզպետներ միասին շուրջ 7000 հոգի էին մասնակցում իրադարձությանը։ Վարչապետը խոսել է սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունից, թրիփից, նշել, որ գալիք 1000 տարվա տեսլականը սկսվում է այսօրվանից։ Սյունիքում բացվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի Կորնի ձոր, Խնձորեսկ և Հարթաշեն սահմանապահ ուղեկալները։ ԱԱԾ-ից հայտնում են, որ բացման արարողությանը ներկա էին ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալներ, սահմանապահ զորքերի հրամանատար Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն Անդրանիկ Սիմոնյանը շրջայց է կատարել նորակառույց 3 ուղեկալներում, ծանոթացել զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինությանը և նյութատեխնիկական միջոցներին։ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների միջև Բաքվում երկօրյա հանդիպումն ավարտվել է։ Երևան վերադառնալուց հետո հրավիրված ասուլիսում հայկական պատվիրակության անդամները պատմել են, որ այցի առանցքային հանդիպումներից էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ քննարկումը, որի ընթացքում վերջինս հայկական կողմին է փոխանցել առանցքային ուղերձ, պատերազմն ավարտված է և կողմերը գնում են դեպի խաղաղություն։ Բացի այդ, քննարկել են վստահության մթնոլորտի ձևավորմանը խոչընդոտող գործոնները, կողմերը կարևորել են սադրիչ ռետորաբանությունից, այդ թվում տեղանունների շահարկումներից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով ռազմագերիների զգայուն հարցին, Հաջիևը ըստ պատվիրակության հավաստիացրել է, որ ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում հայկական կողմի համար, որևէ սահմանափակում չի եղել այդ հարցը բարձրացնելու համար։ Իրենց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, եւ որ երևի թե նաեւ չափազանց նորից կարևոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում այս պայմանությամբ ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ հայ-թուրքական կարգավորմանը, կամ ուղղակի օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կամ ուրեմն ապաքաղաքական ապուշ է, որը որ չի հասկանում, թե ինքը ինչ է խոսում։ Ես այլ տարբերակ Հայաստանի քաղաքական դաշտում բացատրելու մարդկանց դեմ լինելը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորմանը պարզապես չեմ տեսնում։ Եթե Երևանյան հանդիպման ժամանակ մենք համոզվեցինք, որ մենք իրար հասկանում ենք, այս Բաքվի այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ ինչ որ մենք խոսում ենք, տեղ է հասնում։ Անկախ նրանից, թե ինչպիսի արձագանք է գտնում, կան հարցեր, որտեղ արձագանքը ակնհայտ է եւ դրական է, կան հարցեր եւ Սնայրան ներկայացրեց, որոնք ընթացքում են, եւ միգուցե կան հարցեր, որտեղ մենք համաձայնության չենք հասնում։ Դա բնական է այդպիսի բարդ գործընթացում, ինչպիսին հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումն է։
Daily Express-ը հայտնում է, որ Ռուսաստանի նախկին մերձավոր դաշնակից Ադրբեջանը գաղտնի կործանիչներ է վաճառում Ուկրաինային։ Ըստ բրիտանական լրատվամիջոցի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն չի փորձում հարթել հարաբերությունները Պուտինի հետ, այլև ամեն ինչ անում է իր ռուսաստանցի գործընկերոջն իր դեմ տրամադրելու համար։ Պարբերականը տեղեկացնում է, որ Բաքուն Սու-22 կործանիչներ է ուղարկում Ուկրաինա գաղտնի լոգիստիկ շղթայով, Թուրքիայով, Սուդանով եւ Գերմանիայով։ Ադրբեջանը նաեւ գազ է մատակարարում Ուկրաինային տրանսբալկանյան խողովակաշարով մի երթուղով, որտեղ ժամանակին գերիշխող դիրք ուներ Ռուսաստանը։ Մատակարարման ծավալները մեծ չեն, սակայն այս գործարքը դարձել է առաջին այլընտրանքային աղբյուրը Կիևի համար այն պահից ի վեր, երբ վերջինս ամբողջությամբ դադարեցրեց ներկրումը Ռուսաստանից։ Բլումբերգը պնդում է, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիրը հիմնականում Սթիվ Ուիտկոֆի եւ նրա ռուսաստանցի գործընկեր Կիրիլ Դմիտրիևի միջև շաբաթներ տևած կուլիսային բանակցությունների արդյունք է։ Դրանցից դուրս էին մնացել ոչ միայն Ուկրաինան եւ նրա դաշնակիցները, այլև ամերիկացի առանցքային պաշտոնյաներ։ Հաշվի առնելով գոհաբանության օրվա վերջնաժամկետը, եվրոպացի պաշտոնյաները շտապում են Ուկրաինայի նախագահ Զելենսկուց լրացուցիչ ժամանակ խնդրել պատերազմին վերջ դնելու այլընտրանքային առաջարկի համար։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Ռուսաստանը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել ևս 3 բնակավայր՝ Պետրովսկոյեն Դոնեցկի եւ Տիխոյեն ու Օտրադնոյեն Դնեպրոպետրովսկի մարզում, իսկ Ուկրաինան հաղորդել է ճակատային գծում տեղի ունեցած 162 մարտական բախումների մասին, շարունակելով պաշտպանական գործողությունները Պոկրովսկի մերձակայքում։ Ռուսական ուժերը նաև անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են իրականացրել Խարկովի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, 12-ը վիրավորվել են։ Ժնևում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Երմակը բանակցություններ են վարել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու 28 կետանոց պլանի շուրջ, զեկուցելով իրենց բնութագրմամբ ամենաարդյունավետ եւ շատ լավ առաջընթացի մասին։ Չնայած այս դրական գնահատականներին, կողմերը դեռևս պետք է հարթեն մի շարք տարաձայնություններ, հատկապես Ուկրաինայի անվտանգության երաշխիքների եւ ՆԱՏՕ-ի դերի վերաբերյալ։ Ուկրաինացի զինվորականները հայտարարում են, որ չեն ընդունի որևէ խաղաղության պայմանագիր, որը ներառում է տարածքային զիջումներ։ Հանգստյան օրերին, չնայած 1 տարի առաջ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված զինադադարին, Իսրայելն ավիաառված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, թիրախավորելով եւ սպանելով Իրանամետ Հեզբոլայի բարձրաստիճան զինվորական գործիչ Հայթամ Ալի Թաբթաբային։ Հարվածի հետևանքով զոհվել է 5 եւ վիրավորվել 28 մարդ։ Հարվածը Հեզբոլայի պաշտոնյաները որակել են Կարմիր գծի հատում։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Հեզբոլային վերականգնել իր ուժերը։ Լիբանանի նախագահ միջազգային հանրությանը կոչ արել միջամտել իսրայելական հարձակումները դադարեցնելու համար։ Նիգեր նահանգի Սուրբ Մարիամ կաթոլիկ դպրոցից առևանգվել է ավելի քան 300 երեխա եւ մանկավար, ինչի հետևանքով նահանգապետը հրամայել է փակել բոլոր ուսումնական հաստատությունները։ Դեպքը տեղի ունեցել Նիգերիայում զինված խմբերի եւ իսլամիստ ապստամբների հարձակումների աճի ֆոնին։ Երկրի բնակիչները կառավարությունից պահանջում են ավելացնել անվտանգության ուժերի տեղակայումը եկեղեցիներում, դպրոցներում եւ հասարակական վայրերում, քաղաքացիներին պաշտպանելու նպատակով։ Դաշնային ոստիկանությունը կալանավորել է Բրազիլիայի նախկին նախագահ Ժայր Բոլսոնարոին, տնային կալանքի պայմանները խախտելու եւ ենթադրյալ փախուստի ռիսկի պատճառով, ինչպես նաեւ նրա տան մոտ աջակիցների հավաքը կանխելու նպատակով։ Բոլսոնարոն հայտարարել է, որ ինքը դեղորայքի հետևանքով առաջացած պարանոյա կամ հալյուցինացիա է ունեցել, որն իրեն դրդել է պոկել էլեկտրոնային թևնոցը, հերքելով փախուստի ցանկացած մտադրություն։ Մինչ նախկին առաջնորդը կալանքի տակ էր Բրազիլիայի ոստիկանական բաժանմունքում, Սան Պաուլոյում նրա հակառակորդները Պաուլիստա պողոտայում ցույցեր էին անցկացնում, պահանջելով ոչ մի դեպքում ներում չշնորհել նախկին նախագահին։ Միացյալ Նահանգները պատրաստվում է Վենեսուելայի դեմ ուղղված գործողությունների նոր փուլ սկսել, ուժեղացնելով ճնշումը Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա, մեղադրելով նրան թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, ինչը Մադուրոն հերքում է, պնդելով, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է տապալել իրեն։ Ռազմական կուտակումներ են տեղի ունենում Կարիբյան ավազանում, եւ Միացյալ Նահանգները լիազորել է կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի գործողությունները, իսկ դաշնային ավիացիոն վարչությունը զգուշացրել է օդանավերին թռիչքների ժամանակ զգուշություն ցուցաբերել։ Այս սպառնալիքների ֆոնին Վենեսուելայի քաղաքացիները մասնակցել են համաժողովրդական խորհրդակցության, որի ընթացքում տարբեր համայնքների ներկայացուցիչները զորակցություն են հայտնել նախագահ Մադուրոյին։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։
Հանգստյան օրերին համացանցում բուռն արձագանք գտավ մի տեսանյութ Ղազախստանում անցկացվող Silk Way Star երաժշտական նախագծի եզրափակիչում Ադրբեջանից ժյուրիի անդամ Սամիրա Էֆենդին բարձր է գնահատել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանի ելույթը նրան շնորհելով առավելագույն 12 միավոր։ Գնահատականից հետո Էֆենդին բեմից հնչեցրել է խաղաղության եւ բարեկամության ուղեր, դասելով մեջբերեմ թող ամբողջ աշխարհում լինի բարեկամություն, ես քեզ 12 միավոր եմ տալիս։ Այնուհետև Սարո Գևորգյանն ու Սամիրա Էֆենդին գրկախառնվել են այդ ջերմ վերաբերմունքն օգտատերերն ընկալել են որպես փոխադարձ հարգանքի, արվեստի միավորող ուժի եւ մշակութային երկխոսության խորհրդանիշ։ Սպորտային մեծ հաջողության մասին Արման Ծառուկյանը Դոհայում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում խեղդող հնարքով հաղթեց նորզելանդացի Դեն Հուքերին եւ դարձավ չեմպիոնի կոչման հավակնորդ։ Հաղթանակի համար թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը UFC-ից ստացել է $350,000 մրցանակային գումար, $50,000 բոնուս։ Ծառուկյանն իր ընկեր միջին քաշային կարգում UFC չեմպիոն Չեչեն Համզատ Չիմայևից նվեր է ստացել ձեռքի ժամացույց, որի գինը $150,000 է։ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել վարչապետի գավաթ դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին, որին մասնակցել է 128 դպրոցական։ Հաղթող մասնակիցներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Միջոցառմանը վարչապետը հանդես է եկել ելույթով ընդգծել, որ արդեն կա քաղաքական որոշում, որ բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազան պետք է լինի։ Նա նաև հույս է հայտնել, որ մինչև 2050 թվականը լող մարզաձևից օլիմպիական չեմպիոն կունենանք։ Եվ թողարկման վերջում 99 տարեկանում մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ 1973-ից 74-ին Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է Երևանի Արարատը, որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր։ Նա Արարատում աշխատել է նաեւ 1984-ից 85 թվականներին։ Մոսկվայի Սպարտակի կազմում նա խաղացողի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գլխավոր մարզիչի դերում կրկնակի չեմպիոն։ Նա Սպարտակի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, միացեք հատկապես Տելեգրամյան մեր ալիքին, հենց հիմա QR կոդը դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։